4 մարդ զոհվել է, 11-ը հոսպիտալացվել են։ Հունիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ բնակավայրի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են առողջապահության նախարարության տվյալներով բուժօգնություն ստացող տուժածներից 3-ին ավելի ուշ տեղափոխել են Երևանի բուժհաստատություններ։ Մյուսների վիճակը գնահատվում է բավարար, վիրավորներից 4-ը երեխաներ են, մեկն արդեն դուրս է գրվել, 3-ը դեռ շարունակում են բուժումը Ճամբարակի հիվանդանոցում, հայտնել են առողջապահության գերատեսչությունից, պայթյունի պատճառները դեռ հստակ չեն։ Հայաստան և պատիվ ունեմ խմբակցությունները հունիսի 11-ին հանդիպել են։ Կողմերը հանգուցալուծման չեն եկել վարչապետին անվստահություն հայտնելու հարցի հետ կապված։ Դեռ քննարկման ընթացքում պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը սոցցանցում հրապարակել էր իրենց 6 պատգամավորների ստորագրությունները, ակնհայտորեն ակնարկելով, որ ընդդիմադիր ամենամեծ Հայաստան խմբակցությունը դեռ չի ստորագրել այդ ձևաթղթի տակ։ Հայաստանից Իշխան Սաղաթելյանը ասել էր, որ իրենք պատրաստ են 28 ստորագրություն տալ, եթե հայտարարությունից բացի զուգահեռ փողոցային պայքար սկսեն։ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեյխուլ Իսլամ Ալաշքյուր Փաշազադեն եկեղեցիների համաշխարհային խորհրդին հունիսի 11-ին նամակ է հղել, որում հայ առաքելական եկեղեցում մեղադրել է մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդի միջև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր անվտանգությունների եւ աղետների մեջ ներքաշելու համար։ Կոչ է անում եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել հայ եկեղեցու սադրիչ ռևանշիստական քարոզությունը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները, ասված է նամակում։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-ից 12-ը կլինի Հայաստանում, նա կհանդիպի Հայաստանի նախագահի, վարչապետի, ազգային ժողովի նախագահի եւ արդարադատության նախարարի հետ, հայտնում են Եվրոպայի խորհրդից։ Այցը տեղի ունենում Հարավային Կովկասի համար վճռորոշ պահին։ Նա հերթական անգամ կհաստատի, որ Եվրոպական խորհուրդը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրմանը, նշված է հաղորդագրությունում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ 51 կիլոգրամ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող Եվրոպայի առաջնությունում 10-0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին եւ անցել եզրափակիչ։ Այս մասին հայտնել է ՄՇՄԱՐՏ-ի ֆեդերացիան, եզրափակում է նաեւ 60 կիլոգրամ Հայկ Մանուկյանը։